Ասեղնագործությունը, պղնձագործությունը, զարդագործությունը 19-րդ դարի ամենատարածված մասնագիտություններից էին։ Շատ էին նաև գորգագործները, փայտամշակները, գինեգործներն ու կոնյակագործները։ Աշխատանքից չէին դժգոհում, ստեղծում էին արժեքներ, չմտածելով անգամ, որ մեր օրերում դրանք դառնալու են թանգարանային թանկարժեք նմուշներ։ Նախնիների մասնագիտությունների հետ ծանոթանում են դպրոցականները։ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է «Ով եմ ես» նոր կրթական ծրագիրը։ Իրականացնում ենք դեռևս տարեսկզբին վերաբացված Հայաստանը 19-րդ դարում մշտական ցուցադրության սրահում։ Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել վերոնշյալ ժամանակաշրջանում մեծ այսպես լայն տարածում գտած մասնագիտություններին, դրանց առանձնահատկություններին, կարևորությանը, որովհետև այսօր ցավոք այդ մասնագիտությունից շատերը գործածությունից դուրս են կամ մոռացության են մատնվել։ Ժամանակակից աշխարհում հին մասնագիտություններին փոխարինել են արդի տեխնոլոգիաները։ Այսօր դժվար է հանդիպել օրինակ դրամահատների, փողի արտադրությունը մեքենայացվել, որոշ դեպքերում նաև թվայնացվել է։ Քիչ են նաև գորգագործները, որոնց կարիքը թերևս այսօր էլ կա։ Ծրագրի նպատակը մի կողմից խթանելն է շատ մասնագիտությունների նորից այսպես արդիականացմանը եւ ավելի լայն տարածում գտնելուն, մյուս կողմից որ երեխաները իսկապես հիշեն եւ չմոռանան մասնագիտությունները, որոնք արդյունքը ցուցադրվում է նաեւ մեր թանգարանում։ «Ով եմ ես» կրթական ծրագիրն ունի նաև մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ։ 8-ամյա Մանեն արդեն ընտրել է ապագա մասնագիտությունը։ Ինչ ես ուզում դառնալ։ Բժշկուհի։ Ինչու՞։ Որովհետև ուզում եմ օգնեմ մարդկանց, որ իրենք առողջ լինեն։ Ծրագրի ինտերակտիվ փուլում երեխաներին տրվում են քարտեր, որոնց վրա գրված է որևէ մասնագիտություն։ Դպրոցականները ցուցասրահում գտնում են դրան առնչվող նմուշներ, իրենց մոտ գրանցում դրանց պատմական տվյալները։ Մանեն կրկին հաղթական է տրամադրված։ Սրամաշին լսեցի, որ ալյուրը սարքում են, սենց քշում են եւ դառնում են։ Գորգի մաշին, որ ոչխարի բուրդով սարքում են կարպետ։ Թանգարանում վստահ են, կրթական ծրագիրը ոչ միայն կօգնի աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում, այլև կխթանի մշակութային օջախների նկատմամբ պատանիների հետաքրքրությունը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։